Գիտես, շատ հաճախ վերջին շրջանում ինչ եմ նկատում, որ անձին խանգարում է ոչ թե այդ բալանսի խախտումը կամ բալանս չունենալը, այլ այն միտքը կամ մտքերը, որոնք որ նա լսում է սոցիալական ցանցերում, որ այն ինչ որ իր հետ տեղի է ունենում, լավ չէ կամ վատ է։ Այո, որդեգրում են կարծես թե, չէ՞, ինֆորմացիա։ Որովհետև շատ կարևոր է այո մեր հոգեհիգիենան, ընդհանրապես ինչպես ենք մենք վարվում մեզ հետ, մեր հոգեկան աշխարհի հետ, բայց նաև շատ կարևոր է մեր ռեսուրսները։ Ինչպես մենք ենք ասում հոգեբանության լեզվով, ինչքանով է ռեսուրսային մեզ համար շաբաթ-կիրակի պատասխանել, որովհետև մենք բոլորս տարբեր ենք, մեր ռեսուրսները տարբեր կերպ են վատնվում, մենք բոլորս առանձնահատուկ ենք մեր նյարդային համակարգով, մեր տարողականությամբ, երևի հայերեն բառը լավ չգիտեմ, յոմկոсть, ինչքանով ենք մենք կարող տանել ինֆորմացիա եւ որքան կարող ենք այդ ինֆորմացիան տանել։ Ու անձը ինքն իր մեջ պիտի հասկանա ինչքանով է ռեալ իրեն խանգարում իր անձի նույնականացումը մասնագիտությանը, աշխատանքին, որովհետև այո, կան օրինակներ, կան մարդիկ, որոնց կյանքում այդ խախտումը այդքան էլ կատաստրոֆիկ չէ եւ իրենց համար դա միգուցե նաեւ հաճելի է։ Այստեղ ճիշտ ու սխալի հարցը չէ, ավելի շատ ինչպես եք դուք զգում ձեզ այդ բալանսի կամ այսպես կոչված չբալանսի մեջ,